Եթերում հերթապահ մասնահաղորդաշարի Կիրակների թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Երկօրյա բացակայությունից հետո տանտերերը վերադարձել էին ու տեսել, որ 90,000 ռուբլին, 30,000 դրամն ու արծաթյա զարդերը չկան։ Նախնական տվյալներով տուժողին պատճառվել էր 800,000 դրամի նյութական վնաս։ Գիտությունը զարգացել է, ցավոք զարգացել են նաև թմրամիջոցներ պատրաստելու եղանակները, ի հայտ են եկել նոր իրենց մեջ չափազանց վտանգավոր քիմիական նյութեր պարունակող սինթետիկ թմրամիջոցներ, որոնց հենց առաջին օգտագործումից կախվածության մեջ են գցում մարդուն եւ հետո գրեթե անհնար է դառնում դրանից հրաժարվելը։ Տարվա լավագույն անձնագրավար Նունե Դանոյանի մասին ռեպորտաժ պատրաստելու համար մեր ստեղծագործական խումբը մեկնել է Դիլիջան։ Թողարկումը սկսենք բնակարանային գողության բացահայտման մասին պատմող տեսանյութով։ Տանտերերը երկու օրով բացակայել էին տնից, իսկ Թալինի քրեական հետախույզներն այնքան արագ բացահայտեցին հանցագործությունը, որ գողոնի մի մասը դեռ կասկածյալի մոտ էր։ Ապրիլի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի ներքին Սասնաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։ Երկօրյա բացակայությունից հետո տանտերերը վերադարձել էին ու տեսել, որ 90,000 ռուբլին, 30,000 դրամն ու արծաթյա զարդերը չկան։ Նախնական տվյալներով տուժողին պատճառվել էր 800,000 դրամի նյութական վնաս։ Դիմել էին ոստիկանության տարածքային ստորաբաժանում Թալինի բաժին։ Ոստիկանությունում տանտիրոջից հաղորդում ընդունվեց Թալինի քննչական բաժնում էլ քրեական գործ հարուցվեց բնակարան ապօրինի մուտք գործելով գողության հատկանիշներով։ Տեղի ոստիկանները ծավալուն հետախուզական միջոցառումներ սկսեցին։ Հանցագործության արագ բացահայտմամբ կկանխվեին նոր դեպքերը, եւ չնայած բնակարանային գողության բացահայտման բարդությանն ու ժամանակատարությանը, Թալինի քրեական հետախույզները հաղորդումից 3 ժամ անց պարզեցին կատարվածի հանգամանքներն ու մի տղամարդու բերման ենթարկեցին բաժին։ Օպերատիվ աշխատանքով փաստական տվյալներ էին ձեռք բերել հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Դրանց վերլուծությամբ էլ պարզել էին, որ բնակարանային գողությունը կատարել է հենց նույն գյուղում ապրող Գևորգ Բաղդասարյանը։ Քրեական հետախույզների տեղեկություններով նա չէր էլ հասցրել գողոնն ամբողջությամբ ծախսել։ Այդպես էլ կար բերման ենթարկվելուց անմիջապես հետո ընթերականների ներկայությամբ 30-ամյա Բաղդասարյանը խուզարկվեց։ Հայտնաբերվեցին տուժողի տնից գողացված արծաթե խաչերը, որոնք թաքցված էին Տաբատի եւ Գոտու արանքում։ Նա որպես կասկածյալ ձերբակալվեց։ Նրա Volkswagen-ի հետևի նստատեղի տակից էլ հայտնաբերվել են ռուբլիներ ու դրամներ։ Դրանք նախնական տվյալներով գողացված փողերն են։ Քննչական փորձառության ժամանակ կասկածյալը իրավապահներին հայտնեց, որ տան պատուհանը բացել է հաղորդալարով, մտել հյուրասենյակ, որտեղ ոչինչ չի փնտրել, ապա բարձրացել է երկրորդ հարկի ննջասենյակ։ Ննջասենյակի փոքրիկ պահարանի միջից վերցրել է խաչերը, ռուբլիներն ու դրամները եւ նույն ճանապարհով դուրս եկել տնից։ Իրերը խառնշտված չեն եղել, այդ պատճառով էլ տանտերերը վերադառնալուց մեկ օր անց են նկատել, որ մարդ է մտել ու գողություն արել։ Տարածքային նախաքննական մարմինը Գևորգ Բաղդասարյանին մեղադրանքի առաջադրել խափանման միջոց էլ ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին։ Դեպքի բոլոր հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ, քննությունը շարունակվում է։ Թմրամոլության եւ հատկապես թմրավաճառության դեմ պայքարը եղել ու մնում է ոստիկանության առաջնային խնդիրներից մեկը։ Թմրամոլ թմրավաճառ շղթայում կանելի օղակները, որոնց նկատմամբ իր մոտեցումն ունի նաեւ քրեական օրենսգիրքը։ Ինչ ասել է թմրամիջոցների եւ հոգեներգործություն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը, մեր թեմատիկ էջը։ Այս չարիքը կարմիր գույն ունի կամ կանաչ։ Գուցե դեղնականաչավում։ Հստակ չէ։ Այն էլ 21-րդ դարում, երբ քիմիան լաբորատորիայի անոթներից տեղափոխվել է արյունատար անոթներ։ Գիտությունը զարգացել է, ցավոք զարգացել են նաև թմրամիջոցներ պատրաստելու եղանակները։ Ի հայտ են եկել նոր իրենց մեջ չափազանց վտանգավոր քիմիական նյութեր պարունակող սինթետիկ թմրամիջոցներ, որոնք հենց առաջին օգտագործումից կախվածության մեջ են գցում մարդուն եւ հետո գրեթե անհնար է դառնում հրաժարվելը։ Սկզբում ամեն ինչ հրաշալի է, գունավոր, իսկ հետո Սա բացահայտ անտարբերություն է սեփական անձի նկատմամբ, բայց առավել ցավալի է, երբ թմրամոլները ոչ միայն անտեսում են օրենքն ու իրենց ազատությանը սպառնացող սահմանափակումները, վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, այլև վատ օրինակով վարակում շրջապատի մարդկանց։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար։ Հակելու դեպքում հանցավորը ցանկացած եղանակներով ու միջոցներով մեկ ուրիշի մոտ ստեղծում է թմրամիջոց կամ հոգեներգործություն նյութ գործածելու ցանկություն։ Ներգրավելու դեպքում անձին հնարավորություն է ընձեռվում գործածել թմրամիջոց։
Ներգրավելը հակելուց տարբերվում է նրանով, որ այս պարագայում օգտագործողը չի գիտակցում իր օգտագործածի թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելը։ Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի թմրամիջոցների միջազգային վերահսկման գրասենյակի ԻՕՆ ծրագրին, որի շրջանակներում տեղեկություններ են ստացվում նոր ի հայտ եկած թմրամիջոցների վերաբերյալ, եւ աշխատանքներ են տարվում նշված թմրամիջոցները Հայաստանի Հանրապետությունում վերահսկվող թմրամիջոցների համապատասխան ցուցակներում ընդգրկելու համար։ Կա թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման երկու ուղի՝ գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Երկուսն էլ ունենում են ծանր հետևանքներ։ Թմրանյութն անցնելով օրգանիզմի մեջ հետևողականորեն այլափոխում է մարդուն, աստիճանաբար դարձնում անճանաչելի, մարմնի վրա բացում խոր վերքեր, տանելով ընդհուպ մահվան։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքերագիտական վարչությունից եւ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՕԱԿ-ից ստացվել է նոր ի հայտ եկած թմրամիջոցների մոտ 30 անուն տեսակներ, որոնց շարքում է նաև կարֆենտանիլ տեսակի նյութը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որում ակտիվորեն ու արդյունավետ կերպով ներգրավված են ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, տարվում են ծավալուն աշխատանքներ։ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամոլ ախտորոշման հաշվառման մեջ է 6544 անձ։ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում մոտ 200 միլիոն մարդ թմրանյութեր է օգտագործում, իսկ 25 միլիոնը թմրամոլ է։ Թմրամիջոցների տարածման դեմ պայքարը 21-րդ դարի գլոբալ խնդիրներից է։ 2017 թվականին Հանրապետության իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել ու առգրավվել է 150 կիլոգրամից ավելի տարբեր տեսակի թմրամիջոց։ 340 գրամից ավելի հոգեմետ նյութ, 1652 միլիգրամ պրեկուրսոր, քրեական պատասխանատվությանը ենթարկվել 557 անձ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հասարակության եւ պետության դեմ ուղղված ամենաքայքայիչ հանցագործություններից է։ Այն անմիջականորեն նպաստում է հանցավորության աճին, քանի որ թմրամոլը ձեռք բերելով կախվածություն դիմելու է թե գողության, թե վաճառելու է իր տունն ու ունեցվածքը, ամեն գնով հասնելու է նրան, որ ստանա իր հերթական եւ գնալով ավելացող չափաբաժինը։ Անգամ կարող է թմրամիջոցի ազդեցության տակ ոչ adekvat վիճակում գործել ինքնասպանություն կամ վնասել շրջապատող մարդկանց։ Այս հանցագործության վտանգավորության մասին է վկայում քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածի կետը, որը սահմանում է անզգուշությամբ առողջության վնաս կամ մահ պատճառելու համար պատիժը, ընդհուպ մինչև 12 տարի։ Վտանգավոր է նաև նրանով, որ ընդարձակում է թմրամիջոց գործածող անձանց շրջանակը, ընդ որում նրանց թվում կարող են լինել նաև անչափահասներ։ Մարդը միշտ էլ կորցնելու բան ունի։ Թմրանյութին մոտեցող մարդն անում է դեպի կործանում տանող ճանապարհի առաջին քայլը։ Շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանության 2017 թվականի աշխատանքի արդյունքներն ամփոփելիս որոշվել է նաև տարբեր ծառայությունների գծով տարվա լավագույնները։ Այսօր հերթը լավագույն անձնագրավարինն է։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Դիլիջանի անձնագրային խմբի առաջին կարգի մասնագետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի կրսեր ծառայող Նունե Յուրիկի Դանոյանին։ Տարվա լավագույն անձնագրավար Նունե Դանոյանի մասին ռեպորտաժ պատրաստելու համար մեր ստեղծագործական խումբը մեկնեց Դիլիջան։ Շաբաթ է, ու թերևս դա է պատճառը, որ անձնագրայինում մարդաշատ չէ։ Ահա եւ առաջին այցելուն, շտապում է, բայց հենց ասում ենք խոսքը Նունեի մասին է, Սիրահոժար համաձայնում է բնութագրել նրան։ Շատ բարեկիրթ ու շատ բարի համբույր աղջիկ է։ Իր մոտից հնար է, որ դուս գաս ինչ-որ մի դժգոհությունով։ Մեր խնդիրը հստակ է, քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։ Ես այդ գիտակցումով եմ աշխատում։ Աշխատում եմ ոչ թե խրախուսվելու ակնկալիքով, այլ որ սիրում եմ իմ գործը, համակարգացիներին։ Անչափ շնորհակալ եմ իհարկե իմ աշխատանքը գնահատելու համար, նման մրցանակին արժանացնելու համար, դա պատվաբեր է ոչ միայն իմ համար, այլ իմ ամբողջ կոլեկտիվի համար, իմ գործընկերների համար, դրանով ես ոչ միայն ես եմ դրան արժանացել, այլ իմ ամբողջ անձնագրային խումբը։ Նունեն պետք է հերթական այցելուին սպասարկի։ Չենք խանգարում ու որոշում ենք լավագույնի արժանացած անձնագրավարի մասին լսել ծառայության ղեկավարից։ Երկարամյա աշխատանքային
տարիների ընթացքում Նունեն իրեն դրսևորել է որպես լավ բանիմաց աշխատակցի։ Ծանրաբեռնվածության պատճառով շատ դեպքերում չենք հասցնում մինչև աշխատանքային օրվա ավարտը վերջացնել քաղաքացիների ստացած դիմում բողոքների ընթացքը եւ մինչեւ բոլոր դիմում բողոքների ընթացքը տվյալ օրը չլուծվի, Նունե Դանոյանը տուն չի գնում։ Նունե Դանոյանի դրական աշխատանքի մասին երկար կարելի է խոսել, բայց ես կնշեմ երկու հանգամանք ընդհանրապես՝ նրա աշխատասիրությունը եւ պատասխանատվությունը գործի նկատմամբ։ Այդ ընթացքում Նունեն հասցրել է սպասարկել քաղաքացուն, իսկ նա սիրով կիսում է իր կարծիքը։ Անձնագրային սեղան եմ եկել տեղեկանք վերցնելու համար, բերել եմ նույնականացման քարտը, որպեսզի այս գործընթացը կատարվի։ Ինձ ընդունում են այստեղ հիանալի ժպիտով, քաղաքակիրթ ձևով հիանալի բաժին է անձնագրային, հատկապես Նունե Դանոյանի ժպիտը գերում է բոլորիս։ Խրախուսվել է, գնահատվել է նաև պատասխանատվություն է, որ ավելին անես, որ ապացուցես արժանի լինել ես, նաև հպարտություն է, որ կիսում են նաև հարազատներդ, գործընկերներդ։ Անչափ հուզիչ էր այն պահը, որ ես կոլեգիայի նիստի ժամանակ նստած եւ իմ անունը բարձր հնչեց, վերադառնալով ավելի ուզվեցի տեսնելով իմ գործընկերների ուրախալի տրամադրությունը, որ իրանք անհամբեր սպասում էին ինձ, որ ես պիտի գամ այստեղ մրցանակը ձեռքիս։ Նունե Դանոյանը գիտի մարդկանց հետ բարեկիրթ վարվելու, պատրաստակամ սրտացավ լինելու, լավ հարաբերություններ ստեղծելու կանոնները ու վայելում է բոլորի սերն ու հարգանքը։ Նունեն անկեղծացավ նաև իր երազանքների մասին։ Երազում է լավ ընտանիք ունենալ, երազում է, որ իր սիրելի Դիլիջանը զարգանա, որ Դիլիջանցին հոգս չունենա։ Շատ եմ սիրում իմ քաղաքը, ոչ աշխարհում ոչ մի քաղաք չեմ պատկերացնում, որ Դիլիջանի նման լավը կլինի, գեղեցիկ քաղաք է, դուք կարող եք տեսնել բնությունը շատ գեղեցիկ է ու երևի դրա հետ է կապված, որ մեր ժողովուրդը նույնպես լավն են, բարի են։ Անկեղծանում է, հոգսաշատ մարդիկ ցավոք շատ են, հաճախ է պատահում, որ իրենց մոտ են գալիս ինչ-ինչ խնդիրներից զայրացած, նյարդայնացած եւ ինքը փորձում է օգտակար լինել յուրաքանչյուրին, ոչ միայն որպես անձնագրայինի աշխատող, այլև որպես մարդ։ Լինում են դեպքեր, որ քաղաքացին մեզ դիմում է ոչ մեր ոլորտի հարցերով, այլ գերատեսչությունների կամ այլ ծառայությունների հարցերով։ Դրա համար մենք պետք է փորձենք նրան եւ այդ ոլորտներից ինչ որ մեր իմացության սահմանում իհարկե այդ ոլորտներից նրանց պատասխանները հուզող տանք, որպեսզի քաղաքացին ստանա նաև իր հուզող հարցերի պատասխան այլ ծառայությունների հետ կապված։ Լինում են դեպքեր նաև, որ քաղաքացին տարեց մարդ է ու նրա համար դժվար է ինչ-որ այլ ծառայության դիմել կամ գնալ նրանց մոտ այդ հարցերը ճշտելու համար։ Դրա համար մենք հեռախոսով փորձում ենք նրանց հետ կապ հաստատել եւ ճշտել նրա հուզող հարցերը, որ նա մեր միջոցով թեկուզ այլ ծառայությունների հարցերի պատասխանը ունենա ու գոհ լինի։ Դու քեզ համարում ես հայրենասեր մարդ եւ ընդհանրապես ինչ է քեզ համար հայրենասիրությունը։ Հարցիս պատասխանում է. ես չեմ պատկերացնում, որ երբևէ կարող եմ Դիլիջանից բացի այլ տեղ ապրել։ Մեր բնությունը, մեր օդը հրաշք է։ Ես անսահման սիրում եմ մեր սար ու անտառը, մեր աղմկոտ ջրերը, մեր թանձր մառախուղն ու մեր մաքուր առողջարար օդը։ Հիմա սա հայրենասիրություն է, չգիտեմ։ Այսպիսին էր ժպտերես ու անկեղծ Նունե Դանոյանը, իր գործը սիրող, հայրենի բնաշխարհը սիրող ու սիրված։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Ellipse ընկերությունը։ Ellipse 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Աջ, դարձ